իրենք հաշվարկել են, որ այս ձայների քանակով իրենք հավաքեն 65%-ից ավել ձայն։ Բայց քանի որ մեր հայրենակիցները քաղաքացիական պատասխանատվության զգացումով եկել են մասնակցել են ընտրություններին, իրենց ձայները տարածվել են, պակասել են։ Հիմա որպեսզի դա չլինի, իրենք փորձում են սահմանափակել ընտրությունների մասնակիցների թվակը։ Եվ պարոն Խաչատյան, սահմանադրության փոփոխության հետ կապված իշխանությունը այժմ ասում է, որ դեռ ստեղծում են, թե ինչպես են իրականացնելու, չունեն դեպի երրորդը եւ պատկերացում չունեն ինչպես են իրականացնելու։ Դուք նաեւ մյուս ֆրակցիան, որ լինելու է խորհրդարանում, համոզված եք, որ այս հարցում վերջո իշխանությանը աջակցություն չի լինելու։ Ես չգիտեմ մենք եւ մյուս ֆրակցիան ինչ են որոշելու ընդհանրապես մանդատների հարցով եւ ես չգիտեմ երրորդ ընդդիմադիր ֆրակցիայի հարցը ինչ է լինելու։ Մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշման, այնպես որ անորոշ ապագայում տենց որոշակի հարց մի տեղ։ Իսկ սահմանադրության փոփոխության հետ կապված ինչ է կարծում, ինչ կանեն։ Սահմանադրական դատարանը խոստացել է մինչև վաղը ժամը 6-ը իր որոշումը հրապարակել։ Չէ, նկատվում սահմանադրական փոփոխությունները, որ իշխանությունը պետք է իրականացնի նոր սահմանադրության ուժով։ Դուք ինչ եք կարծում, ինչ կծրագրեն, եթե չունեն 2/3։ Ինչ որ գնահատականներ, կանխավարկածներ։ Կփոխեն օրենքները, ուժային ճնշման միջոցների կգնան։ Նիկոլ Փաշինյանը ինքն մի քանի անգամ ասել չէ, դնենք հանրաքվեչանցն էլի կդնենք։ Հետո վերջում օրենսդրական փոփոխություն կմտցնենք, ասեն Նիկոլ Փաշինյանի խոսքը օրենք։ Խաչատրյան, դուք բավականին հմուտ քաղաքական գործիչ եք եւ վստահ եմ, որ ստեղծյալը գիտեք, որ Սահմանադրական դատարանը նոր հեծանիվ չի հայտնագործելու եւ որոշումը լինելու է կամ բավարարել դիմումը կամ չբավարարել։ Այսինքն երրորդ տարբերակ, որպես այդպեսին չի լինելու, այսինքն կամ հետեւաբար թողնել մանդատները վերցնել չվերցնելու հարցը զուտ Սահմանադրական դատարանի որոշումից հետո որքանով է ազնիվ ընտրողների նկատմամբ այն առումով, որ կա երկու տարբերակ եւ այդ երկու տարբերակները հաշվի առնելով պետք է տեղի ունենան քննարկումներ, այսինքն ինչ է կանում, եթե Սահմանադրական դատարանը այս որոշումը կայացնի եւ ինչ է կանում, եթե Սահմանադրական դատարանը, այսինքն հիմա քննարկումներ Ռոբերտ Քոչարյանի գլխավորության մանդատները վերցնել չվերցնելու առումով ընդհանրապես եղել է թե չի եղել։ Ես ճիշտ ասած չգիտեմ, դուք ինչ գիտեք, թե ես ինչ գիտեմ։ Չէ, ես դուք ել գիտեք, որ Սահմանադրական դատարանը կամ պետք է բավարարի դիմումը կամ չպետք է բավարարի դիմումը, հիմա դուք այլ տարբերակ գիտեք, այսինքն ինչ որ նոր հեծանիվ է հայտնագործելու Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում։ Սահմանադրական դատարանը ունի 3 տարբերակ որոշում կայացնել։ Եվ ելնելով դրանից մենք կվերջականացնենք մեր դիրքորոշումը, բայց այն որ քննարկումները կան, եթե իրանք ընդունեն A որոշումը մենք ինչ գործողության կդնենք, B որոշումը ինչ գործողության եւ G որոշումը ինչ որոշում կդնենք, իհարկե ունենք։ Դե ասեք, չեմ ասում։ Ինչի՞։ Տենց։ Որովհետեւ կլինի անությունից ոչ մի բան չենք տալցնում, կլինի Սահմանադրական դատարանի որոշում, կլինի քննարկում, կտեղեկացնենք։ Տեսեք, ես նաև հիշում եմ, որ Աղբան Վարդանյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ինքը որպես պատգամավոր ընդդիմադիր չի գա խորհրդարան։ Արդեն հստակեցվել, վեճտականացվել է։ Ես պարոն Վարդանյանի հետ այդ հարցը չեմ քննարկել, բայց ինքը շատ արմատական ու դրամատիկ։ Ոչ, ինքը շատ հաճույքով շփվում է ժուրնալիստների հետ, առաջարկի հետ։ Ես այդ հարցը իր հետ չեմ քննարկելու։ Եվ գալ նորից 5 տարի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր աշխատել։ Այդ հարցը կորոշվի Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո ֆրակցիայի քննարկման ժամանակ։ Պարոն Խաչատյան, իսկ դիմումը երբ կներկայացվի, ինչ ժամկետ կա, այս նախագծի հետ կապված։ Դե թողել օրենքն ընդունել հետո, այսինքն պետք է քվեարկվի երկրորդ ընթերցումով, այսօր ուրբաթ է, կարծում եմ երկշաբթի կներկայացնենք։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշում չի հայտնել այս հարցը վերաբերել, երբ եք վերջ անգամ հանդիպել։ Չեմ հիշում, Ընտրություններից հետո, բայց հանդիպել եք։ Ընտրություններից հետո ֆրակցիայի նիստ չի եղել։ Չէ, դաշինքի առաջնորդի հետ հանդիպում եղել։ Ինձ է այդ հարցը տալիս, ես չեմ հանդիպել։